Ողջույն բոլորին, մենք գտնվում ենք Ազատության 24 կոտորակ 2 հասցեում, ինչպես տեսնում եք ձեր էկրաններին, հենց այստեղ է գտնվում Եվրասիայի միջազգային համալսարանը, լուրեր էին պատտվում, որ շենքը վաճառել են, այստեղ բիզնես կենտրոն է բացվել, չգիտեմ, այլ կառույցներ, այդ ամենը իհարկե իրականությանը չի համապատասխանում, ինչպես տեսնում եք, Եվրասիան կանգուն է, ահա հսկա շենքը եւ մենք մուտքի մոտ ենք եւ հիմա առաջարկում եմ միասին սորական աշխատանքային օր մուտք գործենք համալսարանի տարածք եւ տեսնենք թե ինչով են զբաղվում։ Այստեղ գործարկված են անվտանգության նաեւ համաճարակային բոլոր անգլերը, ահա տեսնում եք, այստեղ կա պատին ամրացված հատուկ սարք 36-4 կավան վարձանակ հաճարտահանում ձերքերը մեք ես այստեղ կա նաև հինատուն, շատ հարմարավետ հինատուն արտերկրից նոր մարզերի ժամանակ ուսանողների համար, բայց սա հաճարտական ցույց կտակվեց, հիմա վարձանակ Այլ մենք Եվրասիայի միջազգային համալսարանում ենք հատվածն է, որտեղ տեսնում եք շատ գեղեցիկ պայմաններ, հարմարավետ պայմաններ ուսանողության ազատ ժամանցի համար, նաև համեղ սնելու համար, հենց իրենք սկսենք բուֆետից։ Այս համեղ սնունդները վերջացել են արդեն։ Ինչքան այստեղ հարմար են մաքուր անելներ, ինչպիսի ժպիտներով եք դիմավորում ձեր ուսանողներին։ Ուսանողական ճաշի եւ ցուցմիջման ժամն ավարտվել է եւ ապստան ամեն արդեն այստեղ ճաշակել են եւ կերել են, բայց մենք հիմա մուտք գործենք հիմնական հատված, այստեղ ռեկտորատն է, հավատարմակները, վկայականները, ունի Եվրասիայի միջազգային համալսարանը Այստեղ ռեկտորատն է, որտեղ նստում է ռեկտորը հնակարաբար, իսկ ահա այստեղ ևս մեկ գեղեցիկ անկյուն ուսանողների համար, որտեղ կարելի ճուճարակին, բարձրապես միտք կապան, ուղղակի հանգստանալ, շատ հարմար և տրամադրող միջավայր դուներ հատված տեսնում եք, բայց այնուամենայնիվ եկեք շրջեք ֆակուլտետներով ամբիոններով։ Սա վարչական մասն է։ Արեզ ես սա ամեն կակրած դες մոտ հյուրեկալ մոտալ եզների իրականության։ Հենց այսպես։ Հենց այսպես։ Եկեք։ Մենք ձեզ հյուրեկալ կդուք մեզ։ Ինչպես որ դուք ուզեք։ Ես ուզում ներկայացնեք այդ ձեր ամբիոնը։ Մենք ներկայացնենք կոտարածուների և մակավարժության ամբիոնը։ Մեզ մոտ ամենագեղեցիկ և ամենագունեղ ամբիոնն է, որտեղ կանայք շատ են մեր ամբիոնում։ Ամենակարևորը։ Այո, այս պահի ես մենակ եմ։ Դասախոսները դասի են մեկ մասը, մյուսը արդեն ավարտել են դասերը։ Քանի տարի է համալսարանը աշխատում։ Ես նորեկ եմ, շուտով մեկ տարի եմ։ Շուտով մեկ տարի։ Ղեկավարն եմ ամբիոնում, այո, պատերել ենք Բեյրութից։ Այո, հայրենադարձվել ենք, որի համար շնորհակալ եմ և մեզ ներդրում ունի համալսարանը վերջնական որոշման համար։ Բարև ձեզ։ Շատ։ Որն է հիմնական առանձնահատկությունը, որ ձեզ կանչում և գրավում է Եվրասիայում։ Ես նաև հարցազրույցում եմ այս մասին շեշտել ինձ համար հիմնակարևոր և երևի ամենագրավիչ պայմանը, նա է, որ համալսարանը ուսանողակենտրոն է։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Այսինքն գնահատվում է ուսանողի անձը, գնահատվում է նրա որոշումը, անհատական մոտեցում է ցուցադրում բառից բուն իմաստով։ Հաջողություններ եք մաղթում ձեզ, իսկ մենք շարունակենք մեր շրջայցը ամբիոններով Եվրասիայի գնաց։ Այնտեղ դորներ նստում դիտական գծով Էրազմուս համակարգչային լսարանը, այստեղ բացենք մեր դուրը տեսնում Չխանգարեք։
ևս մեկ հարմարավետ անկյուն խաղալու հանգստանալու համար։ Մարդ կա, հանգարենք ձեզ։ Չէ, ոչ, չենք հանգարենք, չեք, ներբուժում ազնական տարածքում։ Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն, շատ արդի ամբիոն, և օգտվող մասնագիտություն։ Բարև ձեզ, կարիք ես ուգա։ Ահա և ամբիոնի տիրուհին։ Դեպի կրեք ծավալասնեք կորամելի հետ։ Բլոգերներին և հետևորդներին, ես կտում սիդեք այս ամբիոնը, ինչքան ժամանակ որ աշխատում եք այս աշխատում եք, այս այդում եք նացել։ Արդեն մոտ 2 տարի։ Մոտ 2 տարի։ Այդ ընթացքում այ ամենակարևոր ձեռքբերումն է, որ համարվում է ձեզ համար։ Ձեռքբերումները շատ են եղել, ճիշտն ասած, ամենակարևորը կդժվարանա այս բանի նշել, բայց ուսանողների հետ ամենօրյա շփումը իրենց շատ արագ Իսկ այ Եվրասիա ձեզ ինչով գրավեց, դուք որ ընդունեցիք առաջարկը և մնացեք երեստին։ Ինձ գրավեց իր ճկունություն և Հայաստանի պայմաններում շատ տարբեր ողեր, որպես համալսարան, թե իր առաջարկած ծրագրերով և թե ներսում մթնոլորտով, շատերի մթնոլորտով, ոչ շատ ազատ են, ուսանողները, դասախոսները, հարաբերությունները շատ ազատ են, և ես հասկացա, որ այստեղ ես կարող եմ բան փոխել։ Եվ այսն առանցանում է դրանում, որ միանգամից այստեղ սովորելով կարող ես ստանալ 2 դիպլոմ։ Ես կխնդրեմ մի փոքր մանրամասն։ Այո, կարող ենք գլուխ գովալ մեր կրկնակի դիպլոմի ծրագրով։ Մենք ունենք կրկնակի դիպլոմ, մեր ամբիոնը, Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի հետ, այսինքն ուսանողը ընդունվելով մեզ մոտ, սովորելով 3 տարի մեզ մոտ բակալավրում և վերջին մի տարին մեր համագործակից համալսարանում ստանում է վերջում 2 դիպլոմ, մեկը Եվրասիա միջազգային համալսարան, մյուսը արդեն եվրոպական դիպլոմ, որը Եվրոպայում ընդունելի է, դա կառավարում, տեղեկատվական համակարգեր և ֆինանսի մասնագիտությունների դեպքում։ Նույնը առկա է նաև մեր մագիստրատուրայում, մի տարի սովորում են Հայաստանում, մի տարի Լեհաստանում և ստանում են կրկնակի դիպլոմ։ Դե արի ու մի օգտվիր այս հնարավորությունից, հրաշք և երազանքների իրականացման լավագույն ճանապարհ։ Շնորհակալ ենք, հաջողություն եք մաղթում ձեզ։ Ձեզ եք շնորհակալ։ Մենք գնացինք այցի այլ ամբիոններ։ Եվրասիայի գրադարանն է։ Եկեք տեսեք, թե ինչպիսի ահռելի քանակությամբ գրականություն կա այստեղ։ Ոչ միայն գրականություն, այլև համակարգչային սեղաններ, կարող ես նստել թե համակարգչի առաջ, թե պարզապես վերցնել գիրքը, այստեղ նստել աշխատել։ Ես սկզբից չի նկատել, բայց կա այստեղ ուսանողուհի, ով հիմա երևի թե պարապում է, ձեզ հանգարենք 1-2 րոպեով։ Որ կուրս եք Եվրասիայում։ 4-րդ կուրս։ Ինչով է ձեզ գրավում Եվրասիա համալսարանը։ Համալսարանը ընդհանուր առմամբ շատ հատկանիշներ գրավիչ կարող է լինել։ Ինձ համար կարևորագույն հատկանիշներից մեկը այն է, որ հնարավորություն է ընձեռնում տարբեր տեսանկյուններից օգտագործել համալսարանը։ Ոչ միայն ուսանելու հենց շենքի ներսում, այլ նաև օգտագործելու այն ամենը, ինչ որ կա, նաև առօրյա կյանքում։ Ինչ մասնագիտություն եք ընտրել։ Օտարլեզու գրականություն բաժանում։ Իսկ հիմա ինչ եք համակարգչի գաղտնիք։ Հիմա հա, գաղտնիք չի, դիպլոմային աշխատանքով եմ զբաղվում։ Ահա, լուրջ է, շնորհակալություն, հաջողություն եք մաղթում ձեզ։ Իսկ այստեղ իրական դատարանի մոդել է, որտեղ ուսանողները գալիս և անցկացնում են դատական նիստեր հենց ուսումնառության ժամանակ։ Համալսարանը բաղկացած է մի քանի հարկերից, մենք երկրորդ հարկում ենք, կամ ևս մեկ հարկ, որ կառուցման փուլում է այս պահին, և մենք հիմա հայտնվել ենք ֆարմացիայի ամբիոնի մոտ, և այստեղ է ֆարմացիայի ամբիոնի դիրքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ անսպասելի։
Հենց անսպասելի։ Մեզ ասեք, ինչքան ժամանակ է միացել եք Եվրասիայի թիմին։ Ես արդեն 3 տարի ունի։ Ինչո՞վ եք վերաբերվել համալսարանը։ Մեծ հեռանկարներով, մեծ պոտենցիալով, երիտասարդ աշխատակիցներով, երիտասարդ գիտնականներով, նաև հարուստ նյութատեխնիկական բազայով եւ ազատ աշխատելու հնարավորությամբ։ Այո, մենք ուզում ենք ցույց տալ ձեր նյութատեխնիկական բազան, ասել եք, որ այստեղ փորձեր են անում հենց իրական փորձանյութերով։ Այո, ոչ միայն փորձանյութերով, անատոմիական նյութերով, անդամ ուսանողը, այն նաև դա է գրավեց, որ ուսանողը ինքը իր ձեռքով իր փորձը անում, արդյունքը ստանում, ամփոփում եւ իր գնահատականը ստանում է։ Ձայները մեզ բերում են դեպի մարզած սրահ, որտեղ ուսանողները անցկացնում են իրենց ազատ ժամանակը։ Իսկ հանդեպի այն կողմ արդեն ակտիվ շինարարությունը եւ մեզ կանում է կայ։ Հարկ դա արդեն հաջորդ անգամ, իսկ եթե ձեզ հետաքրքրեց եւ ուզում եք սովորել հենց այստեղ Եվրասիայի միջազգային համալսարանում, ապա մուտք գործեք դիմորդ կայք, մեր համարը 54-ն է, լրացրեք միասնական քննության հայտ եւ հիշեք 30 միավոր հավաքած դիմորդը, այստեղ սովորի անվճար, մենք նաեւ ունենք բազմաթիվ առավելություններ, զեղչային համակարգեր, այդ ամենը կերեկանալ համար պարզապես պետք է մուտք գործել Եվրասիայի միջազգային համալսարանի պաշտոնական կայք էջ։ Հիշեք, Եվրասիա մեր ձեռքը դարի զարդերակին է։ Սպասում ենք ձեզ այստեղ Եվրասիայում։